Ազատագրման ճամփան, մեկ քայլ, մեկ ճշմարտություն։ Ազատագրման ճանապարհը մեկ քայլով է սկսվում, ուղղակի մի անկեղծ խոստովանությամբ, որ Տիրոջ մոտ ասես. Տեր, ես չեմ կարող մենակ, օգնիր ինձ։ Շատերն սպասում են, որ ազատագրումը լինի անմիջապես, ամբողջությամբ, առանց նորից ընկնելու, բայց Տերը շատ հաճախ քանդում է կապանքները շերտ առ շերտ, վերք առ վերք, որպեսզի դու ոչ միայն ազատ լինես, այլ նաև ամուր։ Հաղթանակը ոչ թե քո առաջին քայլն է, այլ ճշմարտության ընդունումը, նաև քո հպարտության կոտրումը։ Դու ասում ես. Տեր, ես պայքարում եմ, բայց միայն քո օգնությամբ կարող եմ չհանձնվել։ Երկրորդ քայլը դա աղոթքն է, ոչ թե ժամերով, ոչ թե պարտադրանքով, այլ ինչպես երեխա է բացում ձեռքը օր առաջ ասելով. սա իմ ցավն է, սրա մեջ ես չեմ կարող, բայց դու կարող ես։ Եվ երրորդ քայլը մենակ չմնալն է։ Աստվածաշունչը չի ասում մենակ հաղթիր, այլ ասում է կրեք միմյանց բեռները։ Ու երբ դու խոսում ես ուրիշների մոտ, հնարավորություն ես տալիս նրանց աջակցելու քեզ եւ ոչ թե դատելու քեզ։ Տերն ազատում է, բայց նա ազատում է նաև քայլողներին, ոչ միայն նստածներին։ Իսկ եթե դու քայլում ես, հնարավոր է, որ ոտքդ մի բանի խփես, հնարավոր է, որ ընկնես։ Միայն նստածները կարող են չսայթաքել։ Եթե դու պայքարում ես, դու արդեն ճամփի կեսին ես, ու հենց այնտեղ քո ամեն թույլ պահին Աստված չի թողնի քեզ եւ չի հեռանա։